Բարև ձեզ, ես Սարա Թենքերյան եմ, խաղում եմ Փյունիկում U13-ների առաջնությունում, պաշտպան եմ և թիմի ավագն եմ։ Իսկ ես Սարայի հայրիկն եմ, անունս Գևորգ է, ամենամեծ երկրպագուն Սարային։ Շատ եմ սիրում ֆուտբոլ, փոքր տարիքից ֆուտբոլ ասել եմ եղել, դրսում երբ որ ապրում էինք ֆուտբոլ խաղացել եմ, մարզվել եմ, հետո չեմ նկատել փոքր ժամանակ Սարայի մեջ, որ տենց ուզում եմ ֆուտբոլ խաղալ, բայց մի օր ասեցի Սարջան, այս տարի ծմեր բաբիկին, ինչ նամակ ես գրում։ Ինձ ասեց, ուզում եմ բաբան ինձ մի անգամ ֆուտբոլի բարաբոնկի տանի, մարզումի տանի։ Ես զարմացել էի, որ որտեղից իրեն այդ սերը, ու ես ծանոթ էի Գանաց հավաքականի նախկին խաղացող Լիլիթ Կարապետյանի հետ, ու իր միջոցով ինձ ուղարկեց ընկեր Անի Ղուգասյանի մոտ, որը մարզում էր Փյունիկի U11 թիմը, մինչև ներկայիս էլ մարզում է։ Ու դենց գնացինք առաջին մարզումը, որպես պրոստը մի անգամ, էլի ծմեր բաբիկի նվեր։ Իսկ Սարան շատ հավանեց եւ ասեց՝ «Պապա, ես ուզում եմ շարունակել, մինչև հասնեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ»։ Ֆուտբոլը դվել է իրեն ավելի կամքի ուժ, դասերին չի խանգարում, ես միշտ գոհ եմ սպորտով զբաղվել, լինի տղա, լինի աղջիկ, ինչ սպորտ որ ինքը ցանկանա, ես ինչքան ուժ ու երանտ ունեմ, ես իրեն կաչալրեմ ու կփորձենք դեղ հասնել իրար հետ միասին։ Դիտելով նրա խաղը, լինում է որ մեկ-մեկ եթե ճագերտների մեջ կարա սրդի կատված էլ ունենամ, մեկ-մեկ շատ ոգևորում եմ, մեկ-մեկ շատ հուզվում եմ։ Հիմա ներկայիս իր մարզիչները ընկեր Քոհար Ռաֆայելյանն եւ Գերանա Սահակյանը, որ իրենք չանք ու երակ չեն խնայում, նաեւ մեր ծնողների հետ համբերություն են փորձում, որտեղ մենք շատ ուրիշ սեր ենք երկրպագում, ուզում ենք, որ երեխեքը դեղ հասնեն։ Լրիվ էմոցիոնալ երկրպագում ենք։ Աջակցում եմ ամեն ցև, ինչ է պետք է, մինչև այդ բա, որ ինքը ասի բաբջան, էլ չեմ ուզում ֆուտբոլ խաղամ։ Մինչև այն ադեմ, որ ինքը ուզում է ֆուտբոլ խաղա, լինի Հայաստանում, լինի դրսում, լինի որտեղ, ինչ չով պետք է ես կաջակցեմ։ Լինում է որ օրեր գործի չեմ գնում, մենակ որ իրա գողքը լինեմ ու իրա խաղը նայեմ ու փորձեմ աջակցել։ Ես իրա ամենավատ քննադատն եմ, շատ եմ չղայնանում, մեմի լինում է ինքը հուզվում է իմ ասածներիցս։ Պապան, երբ որ գնում ենք արդեն տուն, ես ասում եմ, թե ոնց խաղացի, ոնց արեցի, մյուսները ոնց խաղացին, ինքը ասում է, ինձ մյուսները հետաքրքիր չեն, ու ինձ սխալներն է ասում։ Ու ասում է, որ պիտի այդ սխալները ուղղես, մյուս խաղին որ տենց անես, արդեն։ Ուրեմն ես գուզեմ որ խնդրություն չտնեն դղա կամ աղջիկ, սպորտը սպորտ է, եթե երեխան ցանկություն ունի, կաչալերեք երեխուն, իր գողք եղեք, որտեղ երեխան որ մեծանա, դա հիշելու իր ծնողներից։ Ու խնդրություն չլինի դղեկի թիմերի մեջ եւ աղջիկների մեջ։ Ցանկանում ենք մենակ որ ավելի զարգանա մեր երկրում մեր ֆուտբոլը, կանանց ֆուտբոլը,